Սիրելի ներկաներ, մեր ուժեղ հայրենակիցներ, Հայաստանը գոյություն ունի հազարամյակներ շարունակ, չնայած պատերազմների, ավերածությունների, կոտորածների և հայրենազրկման։ Մենք այստեղ ենք, մենք կանք, և սա ամենևին էլ պատահականություն չէ։ Սա մի ուժեղ ազգի միասնական որոշումն է՝ լինել, մնալ և հարատևել։ Այժմ ես ուզում եմ ոչ թե տխրությամբ, այլ հպարտությամբ և մեր սեփական խղճի, մեր պատմության, մեր սերունդների նկատմամբ պատասխանատվության զգացումով մեկ րոպե լռությամբ հարգել բոլոր ժամանակներում մեր հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը չխնայած բոլոր հայրենիների հիշատակը։ Շնորհակալություն։ Գոր Գարիկի Հակոբյան, Էդգար Արմենի Մանուկյան, Արմեն Վահանի Հովանիսյան, Սամվել Գագիկի Ավետիսյան։ Այսօր այս տղաների ծնունդն է, այս հերոս տղաների ծնունդն է։ Նրանք կարող էին լինել իրենց ընտանիքների հետ, բայց նախընտրել են հայրենիքը։ Ես առաջարկում եմ ծափահարություններով հիշել նրանց, ասել, որ իրենց գործը կիսատ է, մենք շարունակելու ենք։ Երկու ամիս առաջ մենք մեկնարկել ենք Սամվել Կարապետյանի տնտեսական 5 քայլերի ծրագիրը, որոնք որ իրապես հեղափոխական են լինելու Հայաստանի տնտեսության համար և որոնք հույս են ներշնչել մեր ժողովրդին, որ նրանք կարող են և պետք է ապրեն արժանապատիվ և բարեկեցիկ կյանքով։ Այսօր ուժեղ Հայաստան կուսակցությունը ներկայացնելու է ուժեղ խաղաղություն Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի անվտանգային ծրագիրը։ Սիրելի հայրենակիցներ, դուք ինչպես այս սրահի նախամուտքում, այնպես էլ բեմի վրա կարող եք տեսնել նկարներ, որոնք որ ավելի քան խոսքեր կարող են նկարագրել այսօր մեր անվտանգային համակարգի թշվառ վիճակը, ինչպես նաև ուժեղ Հայաստան կուսակցության, ուժեղ Հայաստան կառուցելու տեսլականը։ Մենք այստեղ տեսնում ենք ավերում և կառուցում։ Ավերում ընդ որում ասեմ, սա Ստեփանակերտում իմ մորաքրոջ բնակարանն է, որտեղ որ սերունդներ են մեծացել։ Այսօր այդ շենքը չկա, հողին է հավասարեցվել, որովհետև Հայաստանում թույլ և Հայաստանի ազգային շահերը չսպասարկող իշխանություններ են։ Իսկ կողքի նկարը շատերը կհիշեն այս օրը, երբ ցնծություն էր Արցախում, որովհետև տարածաշրջանում ունիկալ հիվանդանոց կառուցվեց Սամվել Կարապետյանի կողմից և հազարավոր հայ զինվորներ իրենց կյանքը կարողացան փրկել այս հիվանդանոցում։
Մենք տեսնում ենք, թե ինչպես մի երկրում, որի շուրջը տեղի ունենում աշխարհաքաղաքական լրջագույն փոփոխություններ, հին եւ նոր հակամարտությունների ռիսկայնությունը ակնհայտորեն բարձրանում է, ներկայիս վարչապետը որոշում է նվազեցնել պաշտպանական բյուջեն։ Իսկ Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը խոստանում է մեծացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանական բյուջեն։ Մյուս նկարը իհարկե գլուխգործոց է։ Մենք տեսնում ենք ձախ կողմից մեջտեղի նկարը, բառացիորեն քամուն տված 200 միլիոն ԱՄՆ դոլար, որոնց միջոցով գնվել են Su-30 կործանիչներ, որոնք սակայն չեն օգտագործվել պատերազմի ժամանակ, պատճառաբանելով, որ հրթիռները չկային։ Փաստացի այդքան գումարը տրվել է բացառապես սելֆիների համար, իսկ մենք առաջարկում ենք խելամիտ իրականացնել ծախսերը, պայմանական նույն այդ գումարով հնարավոր էր գնել բազմաթիվ հարվածային եւ հետախուզական ԱԹՍ-ներ, հակաօդային հրթիռներ եւ այլն, որոնք որ իրապես օգուտ կտային մեր բանակին։ Ինչպես սահմանին հաճախ եղածները կարող են փաստել այս նկարի իսկությունը, առաջին նկարի ցավալի իսկությունը։ Մենք համոզված ենք, որ հայրենիքի անվտանգությունը սկսվում է սահմանների անխոցելիությունից, իսկ մեր սահմանները պետք է լինեն խելացի, ժամանակակից տեխնոլոգիաների եւ արհեստական բանականության ներդրման միջոցով Հայաստանի սահմանի յուրաքանչյուր մետրը շուրջօրյա պաշտպանված է լինելու։ Կստեղծվի ազգային անվտանգության կիբերանվտանգության ծառայություն, որը պաշտպանելու է Հայաստանի թվային ենթակառուցվածքները, կապի համակարգերը եւ ռազմավարական ցանցերը։ Կողքի նկարը մեջտեղի։ Այս նկարը ինձ համար եւ համոզված եմ այստեղ գտնվող բոլորի համար ազգային խարանի պատկերումն է։ Այսօր Հայաստանի իշխանությունները լիովին հրաժարվել են մեր գերիների վերադարձի հարցի օրակարգից։ Իսկ Սամվել Կարապետյանը խոստանում է, որ մենք վերադարձնելու ենք բոլոր գերիներին։ Իսկ ինչպես գիտենք, Սամվել Կարապետյանը ինչ ասում, անում է։ Եվ վերջում, սա վերջի նկարը, սա իմ ձեր բոլորիս ազգային արժանապատվության ձախ կողմի նկարի մասին է խոսքը, արժանապատվության ոտնահարման նկար է։ Այս նկարին նայելիս ցանկացած հայ իրեն ստորացված, հուսալքված եւ թույլ է զգում։ Իսկ կողքին պատկերված է ուժեղ Հայաստանը, ուժեղ եւ նոր առաջնորդի գլխավորությամբ եւ պատերազմի հերոսի մասնակցությամբ։ Եվ այնուամենայնիվ այս տարիների ընթացքում շատ է խոսվել խնդիրների մասին։ Այսօր մենք այստեղ ենք ձեզ ներկայացնելու լուծումները, մեր տեսլականը։ Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ ստեղծվել է անվտանգային հարցերով միջազգային թիմ, միջազգային ներուժը ծառայացնելու Հայաստանի ազգային շահերի համար։ Եվ այսօր արդեն իսկ դա իրականանում է։ Եվ այսպես, առաջին ելույթի համար հրավիրում եմ Հայաստանի քաղաքական դաշտում նոր մշակույթ թելադրող,
քաղաքական գործչի բոլոր կորտկարծրատիպերը վերացնող Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանին։ Բաժանորդագրվեք Արմադ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։